ուժեղ Հայաստանը մի հատ գովազդային հոլովակ ասենց անել 2050 թվականն է իբր նու ոնց որ թե արհեստական բանականությամբ գեներացված որմանա, բայց այդ անսպասելի է, որ արհեստական բանականություն։ Հա, բայց այս դեպքում դա հեչ կապ չունի, նորմալ է, այսինքն, հա, գովազդային հոլովակ։ Ուրեմն դասարանը երեխաները հարցեր են տալիս ուսուցչին։ Ուսուցչին ասում է 2050 թվականն, ասում է դե մենք ունենք թույլ ղեկավար մեր պատմության մեջ, որ կորցրեցինք ամեն ինչ, բան տանուլ տվեցինք եւ այլն։ Բա երեխան ասում է, բա ո՞նց եղավ, որ սենց լավ եղավ էլի արդյունքում։ Դե ասում է Սամվել Կարապետյանը եկավ, դարձավ երկրի ղեկավար եւ ամեն ինչ դարձավ շատ լավ եւ այդ ամեն ինչ ինքը որ ասում է իր մեջքի հետևը գրատախտակին քարտեզա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար միավոր մարզը նախկին եւ 7 հարակից ադրբեջանական շրջանները Հայաստանի մաս են։ Սա քարոզչական հոլովակա։ Իրանք ոնց են զրոյական, այդ ոնց են ասում, որ զրոյական կետից մենք չենք սկսելու բանակցությունները, երբ որ իրենք հենց այսօր պաստորեն տարածքային նկարտումներ ունեն